Նեանտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Պարոն Հայրապետյան, շարունակվում է հոգևորականություն, իշխանություն այս առճակատումը գնալով խորանում է, մենք տեսնում ենք ծայրահեղ քայլեր, թե մի կողմից, թե մյուս կողմից, դուք ընդհանուր առմամբ այս փուլը ինչպես կանվանեք, մենք տեսանք, որ սրընթաց զարգացումներ եղան, 10 եպիսկոպոսներ փաստորեն կիսեցին վարչապետի այդ եկեղեցին բարենորոգելու օրակարգը, ինչ դիտարկումներ կանեք, 3 արշակ սրբազանը փաստորեն կալանավորվեց 2 ամսով, կաթողիկոսը իր հերթին Տեր Թադե քահանային կարգալույծ արեց, ինչ կարող եք ասել։ Եկեք մի քիչ ավելի այս ընդհանուր աղմուկի ջխորից դուրս է, որովհետև երբ մեկը գնում է բժշկի, բժիշկն առաջին հերթին ոչ թե դարակում եղած առաջին դեղն է տալիս, այլ փորձում է ախտորոշել, չէ՞։ Հիմա մենք տեսնենք հիմնապատճառը, ինչու էսպիսի բան եղավ։ Ասենք Նիկոլը Խելառ էր, որ բռներ այդքան եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ նստեցներ, վեր կենար ազգային ժողովում հայախառն խոսեր, բարձրաստիճան եկեղեցականների մասին, կամ նրանք այդքան սրիկա էին, որ ատամները կրճտացնելով 4 ոտքը դեմ տված հանդես գային իշխանավորների դեմ, չէ, այստեղ լրիվ ուրիշ բան է գնում։ Կարծեմ, թե մի քանի տարի առաջ իրար հետ խոսել ենք այս թեմայով, ոչ եկեղեցուն առնչվող, բայց դա նույն ակունքից է գալիս, նույն հիմնապատճառից։ Տարածաշրջանում գերտերության, տարածաշրջանի, այսպես ասած, նայողի փոփոխություն է տեղի ունենում, պրյոմ զդաչա, ընդունում հանձնում։ Երբ հեռանում է մի կայսրությունը, դրան պետք է փոխարինի որևէ ցանկացած տարածաշրջանում մեկ ուրիշը, որովհետև անվտանգության համակարգերը բաց տեղեր չեն սիրում, դրանք պայթունավտանգ են, բացարձակ բացը տիեզերական պայթյուն է առաջացնում։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մի սրիկայություն արեց, Իրանից վերցված տարածքը, Իրան պետք Պարսկաստան այն ժամանակա, Պարսկաստանից վերցված տարածքը հանձնում է Թուրքիային, Ադրբեջանը 1, որ Պարսկաստանինն էր, եւ Արևելյան Հայաստանը 2, հանձնում է Թուրքիային, առանց էլ մի բան հանձնել էր դեռ 21 թվականին Սուրմալուի գավառը իր կստմնելի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով։ Երբ որ հեռանում է կայսրությունը, իր ունեցած չունեցածը բալանսի պիտի բերի, ինչ է հանձնում, ինչ է ընդունում։ Դրա համար մի կասկածեք, այս նույն տեղով նայեք, այս նույն տեսանկյունից նայեք նաև, թե ինչու հանկարծ այսպես ծալեցին, երեկվային знак կачествան վրաները KGB ագենտուրան հանկարծ դարձավ մոլլի հակառուս դարձավ։ Խելագար արևմտամետ դարձավ, երբ որ ընտանիքներում դեռևս շարունակում են ռուսերեն խոսել։ Հենց դրանք։ Որովհետև երբ հեռանում է, նույնիսկ գործակալական ցանցն է հանձնում։ Եվ պատահական չէ, ինչպես քաղաքական դասում, հասարակական դասում, դասակարգում, դվայնիկների, կրկնակի ագենտների, կրկնակի գործակալների ինստիտուտ է Հայաստանում, որ չեն հասկանում, սրանք հիմա երեկվա KGB-շնիկներ այսօր ոնց է ցեռուշնիկ դարձել։ Հիմա երկուսն էլ, ոչ թե մեկն է մնացել, այլ երկուսը նույն բանն արվում է մեր եկեղեցու հետ կապված։ Մեր եկեղեցին էլ որևէ մեկը կասկած չունի, չէ՞ որ խորհրդային միության ձևավորումից ի վեր, դրանից առաջ ռուսական ազդեցության գոտի էր։ Ռուսներն էին մեր եկեղեցում կաթողիկոսներին թույլ տալիս կամ թույլ չէին տալիս։ Օրինակ Իզմիրյան կաթողիկոսը ընտրվել էր, քանի որ Թուրքիայից էր գալիս, Ռուսաստանի չէր ընդունում, ասում չեմ ընդունում քեզ որպես կաթողիկոս այստեղ։ Բավականին երկար ձգվեց դա։ Մեր բանին նմանապես, մեր բոլորի սիրելի լավագույն կաթողիկոսներից մեկին, Խրիմյան Հայրիկին նմանապես Ցարը չէր ընդունում երկար ժամանակ, մինչև որ համաձայնեց, որ հաստատեն, թեկուզ ընտրությունը եղել էր, ընտրվել էր, բան եւ եկեղեցու մեր նույնիսկ կարգը համապատասխանեցվեց ցարական տրամաբանությանը, սինոդը ստեղծվեց, ինչպես Ռուսաստանում էր, այնպես էլ այստեղ ստեղծվեց։ Մեզանում այդ կարգը չի եղել։ Այսինքն, իհարկե, բնականաբար մտնում ես մի կայսրության կազմի մեջ, նրա կանոններով պիտի առաջնորդվես, մենք էլ այն ուժը չունենք, ինչպես խորհրդացիներ ասում, փոքր ածու ենք, մեր ոտքերը մեր վերմակին համապատասխան պիտի մեկնենք եւ համակերպվում ենք։ Հիմա հանկարծ նորից Թուրքիան է տարածաշրջանում դերակատարություն ստանձնում։ Դրա համար պատահական չի, որ Թուրքիայի, ինչ ասեմ, վասալները, թուլաները
այն Փաշազադեն, Ալաշուքյուր Փաշազադեն, նրա բերանով պիտի առաջին անգամ ասվի, հրապարակ նետվի, հետո մեզանում սկսեն իրականացնելը, բայց սա շատ լուրջ եւ խորքային եւ վաղուց պրոցես է, այլապես 18 թվականի այդ շատ գեղեցիկ, բայց ներկայացումից հետո անմիջապես չէր սկսվի նոր Հայաստան նոր հայրապետ այդ շարժումը չէր սկսվի, որտեվ տարօրինակ է։ Բնականաբար հիմա սրանք բուն ռուսական են, կամ պիտի իրենք դեֆորմացվել ռուս-թուրքական դառնան, դվայնույի ագենտներ դառնան, կամ պիտի ուղղակի թուրքականը գա այստեղ։ Այդ կռիվն է գնում։ Մերոնք էլ դերակատարություն են ստանձնել։ Գիտակցված թե վերևներում բնականաբար գիտակցված։ Այն ինչի ես գիտեմ, բնականաբար սրա 10 չափը մեր վարչապետը գիտի եւ մեր կաթողիկոսը գիտի։ Բայց այն ներքևներում ոչ։ Ներքևներում պարզապես ուզում են օգտվել եւ կաթողիկոսարանի կրճոններից եւ կառավարության կրճոններից եւ ջանք չեն խնայում իրենց ստրկությունը, ստրկամտությունը, ծառայամտությունը ցույց տալու եւ որպեսի այն պարգևահաբերը, ինչպես շնիկների բերանն են կրկեսում գցում, իրենց բերան էլ գցվի։ Վարչապետից ներքև բոլորին ես համարում եմ այդ պարգևավճարների համար կռիվ տվողներ, բարձրաստիճան եկեղեցականներին նմանապես կաթողիկոսից ներքև բոլորն էլ այդ պարգևավճարների համար են, պարգևահաբերի համար են։ Իսկ մերոնք էլ այդ կաթողիկոս վարչապետել, որ ասացես ներկայացումը խաղում են, նրանք էլ ուրիշ տեղերից ունեն պարգևահաբեր ստանալու։ Թե չէ ում է ձեռք գալիս այսպիսի քաոսային վիճակ։ Քաոսային վիճակը ոչ միայն հոգևոր մակարդակում եկեղեցական, իսկ եկեղեցին ինստիտուտ է, այդ անգամ հոգևորի հետ 21-րդ դարի եկեղեցին շատ քիչ կապ ունի, միևնույն է ինքը հոգևորի դաշտում է գործում եւ ինստիտուտ է անկախ ամեն ինչից։ Այս ինստիտուտների քայքայումը բնականաբար ձեռք է տալիս նրանց, ովքեր այստեղ խնդիր ունեն լուծելու, բայց ավելորդ գլխացավանք չեն ուզում ունենալ, այսինքն հիմնական ժողովրդային դիմադրություն չեն ուզում ունենալ։ Դրա համար ինչ է պետք անել, ժողովրդին կիսել երկու մասի։ Փառքասու կիսված է ճակերտներում Փառքասուն եւ ել ավելի կիսկսեն։ Սա մեր վաղուցվա թեման էր, մենք խոսել էինք այս մասին, խոսելով քաղաքական գործիչների դվայնույի ագենտ լինելու մասին, հիմա ասում են չէ դվայնույի ագենտ պիտի դառնան նաև մենակ կագեբեշնիկը քիչ է, էլի պիտի դառնան նաև բարձրաստիճան եկեղեցականները, իսկ ինչու վարչապետը հրաժարվեց, չէ՞ որ հրապարակավ համենայն դեպս ես մի երկու անգամ կոչ արել եմ, ասել եմ իր օրոք հենց միայն այս հարցով մի երկու անգամ, այլապես 90 թվականից սկսած եմ ես այդ խնդիրը ինչքանով իմ ուժերը ներել եմ բարձրացրել, բացեք KGB-ի արխիվները եւ այսպիսի երկպարակտում չէր լինի բացարձակապես ժողովրդի երկպարակտում եւ հիմա գնալ բոլոր եկեղեցիները այդ հանկարծահաս պատարակասերներ դարձան, հա, այդ սա խայտարակություն է, գնալ եւ պղծել ամեն բան, ժողովրդի նյարդերն ավելի գժգռել, ավելի լարել եւ ուշադրությունը շեղել այն կարևոր բաներից, ինչ մեր շուրջն իրականանում է, տեսեք այսօր ամերիկյան ներկայացուցիչը Պուտինի հետ է հանդիպում Մոսկվայում, Պուտինը թռնում է, չգիտեմ, Հնդկաստանում է հանդիպում ունենում նրանց վարչապետի հետ, Ֆրանսիայի նախագահը, Չինաստանում, սրանք մենք գլոբուսից դուրս չենք, սրանք մեզ վրա ունենալու են շատ հստակ, կոնկրետ ազդեցություն։ Մենք սա չենք ուզում տեսնել կամ մեզ որպեսի այդպիսի բաները չնկատենք, ուղղակի շեղում են այլ ուղղությամբ, ասում են կաթողիկոսները խա ունի, թե չունի։ Ուզում եք մի հատ բան բացեմ, թե չբացեմ, չգիտեմ։ Դուք երևի փոքր էիք այն ժամանակ 2008 թվականին, երբ 10-օրյա ցույցեր էին օպերայի բակում, որը դժբախտաբար հանգուցալուծվեց մարտի 1-ով, այդ 10 օրում հարթակի վրա առաջին 5 օրը պարոն Փաշինյանն էր վարում միտինգները, երբ ձայնը կտրվեց, վերջին 5 օրը ես էի վարում Տեր-Պետրոսյանի վիճարկման, այդ նախագահական վիճարկման հանրահավաքները։ Հիշում եմ, որ մի անգամ մի կին մեզ էլ պաշտպանում էին հարթակի վրա երիտասարդներ էին, որ ամեն մեկը չբարձրանա վերև, գուցե պրովոկատորներ կլինեն։ Մի կին կպած ուզում էր բարձրանալ, նայեցին ինձ այդ տղաները, ասել ավ թողեք թող գա։ Պարոն Փաշինյանն էլ մոտս էր եկավ եւ ասաց այ կաթողիկոսը դրա մասին ասեք, չէ՞ որ երեք դուք ասել եք այո միտինգում ես նեղ սրտացություն էի արտահայտել նախորդ օրը, թե ինչու
Միթե 100,000 ժողովուրդը մեր կաթողիկոսի ժողովուրդը չէ, միթե մեզ ասելիք չունի, թող գասի ամոթ ձեզ գնացեք տուն, կամ թող ասի լավ եք անում, կամ խաղաղվեք, ինչ որ մի բան, չէ որ հոտին ասելիք պիտի ունենա, նեղ սրտած արտահայտել է, դա իհարկե երկու հոգի տերտեր ուղարկել էր դրանից հետո, նույն օրը մի քանի ժամ հետո, 1-2 ժամ հետո, հաջորդ օրն այդ կինն եկավ, այդ տարեց կին էր, ես ու Նիկոլն ենք կանգնած, ասես գիտես կաթողիկոսն երեխա ունի, աղջկա անունն էլ տվեց, ասի դե հիմա կռուգում ու հայդե այլևս տղերքսան չթողնեք վերև բարձրանա։ Մենք բարոյականություն ունենք, անկողին չենք մտնում։ Մեր պայքարը մի շեղեք այդ ուղղությամբ։ Մեր պայքարը քաղաքական պայքար է եւ ոչ թե այո, անձնական։ Քանի որ այս սկզբունքը չպահպանվեց մեզանում, բարոյականության այս սկզբունքը չպահպանվեց, հիմա բոլոր կողմերից միմյանց հայհոյում են։ Այն բոլոր կողմերից մտել են մեկը մյուսի անկողինը, սա սոսկալի բան է, այսպես են կազմաքանդվում ազգերը, այսպես են ջլատվում նրանց ուժերը եւ արտաքին քամիներին, հողմերին այլևս չեն կարողանում դիմադրել։ Մենք մի հատ պիտի ստափենք, հա լավ Նիկոլ, հա լավ Գարեգին բ ձեզ վերևից ասել են, ձեր վերևից Մոսկվայից ասել են, այս խաղը խաղացեք, բայց մի այսքան հայություն չկա մեջները։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա ասեք, պարոն Հայրապետյան, որ այն 10 եպիսկոպոսները, որոնք կարծես թե համարձակություն ունեցան այնուամենայնիվ վեհափառին կոչ անելու գնալ հանգստի, նրանք իսկապես տեսնում են այդ վտանգները, գնահատում են եւ կարծում են, որ պետք է որ այս պահին պետության շահից հանդես գալ։
Չեմ բացառում, գուցեև տեսնում են։ Թե հնարավոր կոմպրոմատներից վախեցան իրենց Դա էլ չեմ բացառում։ Գիտեք, եւ այնտեղ եք ճիշտ, եւ այնտեղ եք ճիշտ։ Որովհետեւ իրենց վրա կոմպրոմատ չեմ կարծում, թե երիտասարդներից բացի ուրիշ որևէ մեկը չունենա բարձր եկեղեցական։ Գուցեև երիտասարդներն էլ վերբով արել են, բայց նրանք ովքեր սովետական շրջանից են գալիս, գրեթե բացառված է, որ համագործակցություն եւ առնվազն ազդեցության գործակալ չլինեն եւ առնվազն իրենց վրա կոմպրոմատներ չունենան։ Գրեթե բացառված է, բայց չի կարելի բացառել նաեւ, որ գուցե մեջները հայություն է առաջացել, օրինակ բացարձակ մեղադրել չի կարելի, որ գնացին վարչապետի հետ հանդիպեցին, բայց հիմա երկրի վարչապետը հետ է։ Եթե մտածում եք, պիտի հանդիպեք, հետո պիտի խոսեք, գուցե կարողանաք ինչ-որ կերպ ազդել, դրական մի բան անել, կամ գուցե ինքը ազդի ձեզ վրա, բայց այն, որ շատ անկեղծ են, մի քիչ կասկածում եմ իրենց ձգտումների մեջ, մի քիչ, շատ չէ։ Մանավանդ կլորերեսներով նա եպիսկոպոս էր, արքեպիսկոպոս էր 10-ից 1-ը, թե 8-ից 1-ը, որ վարչապետ է։ Ինչ էլի կենցաղային ինչ-որ բաներ բացեց։ Ես հատվածներ եմ նայել, հայկական հեռուստատեսություն, քանի որ չեմ նայում, ինչ որ սոցիալական ցանցերում կտրում գցում են, այդ հատվածները խայտառակություն է, էլի։ Դրա համար կասկածում եմ, որ իրենք ինքնաբուխ հայրենիքի մասին մտածելով են գնացել, իսկ հայրենիք ասվածը բարեբախտաբար կամ դժբախտաբար առանց եկեղեցու 1700 տարվա եկեղեցու այսօր պատկերացնել հնարավոր չէ եւ չէ ուզենա որ պատկերացնենք։ Այնքան տխուր է ձեր այս ասելիքը, պարոն Հայրապետյան, հայի այդ կերպարը ինչու է այսպես աղավաղվել, այդ բարոյական նկարագիրը ինչու է այսպես խեղվել, ու դա եթե քաղաքական գործիչների դեպքում գուցե եւ հասկանալի է, գուցե մի փոքր ընկալելի է, հաշվի առնելով, որ իրենք ինչ-որ շահեր են սպասարկում քաղաքական, իսկ քաղաքականությունը ամեն դեպքում այդքան էլ բարոյական ոլորտ չէ, բայց հոգեվոր հայրերը։ Չէ, քաղաքականությունը շատ բարոյական ոլորտ է, շատ, որովհետեւ իմ պատկերացրած գոնե քաղաքական գործիչը ամենալավն է, սերուցքն է հասարակության, որովհետև բացի իր երեխաներից մտածում է նաև իր արունակիցների երեխաների մասին, ազգի երեխաների մասին։ Բայց դա իդեալական, մասին։ իսկ իրականության մեջ, մեր իրականության մեջ առավել եւս։ Եթե մենք իդեալ չունենք, երազանք չունենք, մենք ոչ միտեղ չենք կարող գնալ։ Մենք անպայման ազգերին առաջնորդում են իդեալները, գաղափարներն են առաջնորդում։ Եթե մենք դա չունենք, ապա կտրվենք ուրիշների իդեալներին։ Ինչպես օրինակ Ադրբեջանն այսօր իր դպրոցներում անում, այսօրվա համար չի անում, 50 տարի, 100 տարի հետոյի համար է անում, ինչպես որ Մուստաֆա Քեմալը, երբ որ այդ փոքրիկ հատվածը ողորակ նարավ Իրանից, ազգությամբ թուրք Փեհլևիից, թեկուզ իրանական ազգանուններ վերցրել, այս նախավերջին շահից, որ վերցրեց այդ տարածքը, նա 100 տարի հետոյի համար էր մտածել։ Իսկ մենք նույնիսկ այսօրվա մասին չենք կարողանում հոգ դա եմ ասում, ինչու միթե մենք ի սկզբանե այդպեսին ենք եղել մեր նկարագրով։ Եթե այդպեսին չենք եղել, ինչու մենք այսպես ամեն ինչ խառնվեց։ Հիմա թանձրացել է պարզապես։ Իհարկե, այսպիսի բաներ բոլոր ժողովուրդների մոտ կան, Եվրոպայի պատմությանը նայեք, այնտեղ իրար խեղդում էին։ Մեզանում էլ խեղդել են։ Կոմունիստ սրիկաները, տականքները մտան Վեհարան եւ խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին խեղդեցին, խեղդամահարեցին։ Աղասի Խանջյան այդքան սիրում են Աղասի Խանջյանին, չէ՞։ Աղասի Խանջյանը չէր թողում կաթողիկոս ընտրվել, իր ուզածներ փորձում ուզածին էր ուզում անցկացնել, բայց շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը Բերյան իրեն սպանեց իր կաբինետում։ Աղասի Խանջյանն, հենց որ մենք բոլորի աչքի համար մենք նույնն ենք, տարբերություն չկա, Գարեգին Բ-ը, թե Նիկոլ Փաշինյանը։ Մենք բոլորիս նայում են որպես հայ եւ մարդիկ շատ հեռուն են մտածում, իսկ որ դա մշտապես եղել է, նայեք, դավաճան իշխանների, բավականին շատ իշխանների եւ կարդացեք խորենացել, խնդրում եմ կարդացեք, ուղղակի լացը կգա, եթե կարդաք։ Իշխան ոնց են անում այդ հոգեվորականները, ասում ես են չոքած գնում էր ձիու երաս ավանակի նման, հա, երաստի նման խուրճինը մեջքին դրած եւ նվերներ էր հավաքում եւ դրանք մեր կաթողիկոսներն էին դառնում, դրանք մեր հոգեվորականներն էին եւ միացած դրանք եւ հեռացրել էին իրական կաթողիկոսին լուսավորչի տոհմից վերջինին, Սահակ Պարթևին, այլ գնացել իր կալվածքում ապրում էր։ Գնացել նրան ասում են գնում ենք հեսա
Պարսից շահի մոտ դու էլ ստորագրել, արի դու էլ ասա, որ մեզ հայ թագավոր պետք չի, մեզ պետություն պետք չի, մենք ուզում ենք դառնալ Իրանի համար մի հատ Թաթարստան, այդ մարզի կարգավիճակով ենք ուզում։ Իրանն էլ 400 տարի պայքարներ դրա համար չէր կարողանում, հիմա հանկարծ էլ երկնքից կրակ է ուզում, հայերն իրենց ոտքով ձեռքով են եկել, եւ մեր պատմության ամենահանճարեղ խոսքերից մեկն ասաց Սահակ Պարթևը, ասաց իմ հիվանդ ոչխարն օտարի առողջ գազանի հետ չեմ փոխի, որովհետև այդ գազանի առողջությունն իսկ արդեն վտանգ է ինձ համար։ Իսկ հիմա մենք ինչ ենք անում, քաղաքական դասը ամբողջությամբ նույն տիղմի մեջ եւ եկեղեցական վերնախավը դարձյալ նույն տիղմի մեջ։ Դրանց մասին էր ասում ճիշտ այսօրվա համար մեր Վահան Տերյանը զոոլոգիական հայրենասերներ, զոոլոգիական հայրենասիրություն, դրանց մասին էր ասում Նոտ Հայկ Ասատրյան ենք ունեցել Նժդեհի աջ ձեռքը տարագրության մեջ հոգևոր թզուկներ էր ասում։ Հիմա այս հոգևոր թզուկները եւ մեր եկեղեցու վերնախավում են եւ առավել եւս կառավարության վերնախավում են, որոնք երկուսն էլ օտարի առողջ գազանի երախն ընկած հոշոտում են սեփական հոտը, ինչպես խորենացիներ ասում։ Պարոն Հայրապետյան, եթե հանձնում ընդունում է տեղի ունենում եւ դա տեղի ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, ինչու այդ դեպքում այդ սահմանը չի բացում Թուրքիան։ Սահմանը կբացի Թուրքիան։ Ընտրությունների ժամանակ, բայց պարոն Փաշինյանը ինչով պիտի կարողանա աջակցել։ Սահմանն այդ ժամանակ կբացվի։ Բայց թրիփը եւ ԱՄՆ-ն Այստեղ էլ մենք եկեք դասական 100-ամյա, 1000-ամյա ընկարճամիտ, զուտ երազասուն հայրենասերը չլինենք էլի, այլ իսկական պատրիոտը լինենք, մի քիչ սթափ նայենք էլի իրադարձություններին։ Թրամփը ինչքան է մնալու իշխանության։ Վստահ եք, որ հաջորդ եկողը հենց Թրամփի նման նույն ստրիկայությունը չի անելու։ Խեղճ ուկրաինացի ժողովրդին զոհասեղանի բարձրացրին, հիմա եկել է սպիտակապետուր կանգնած, ասում է դա իմ պատերազմը չէ, դա Բայդենի պատերազմն է։ Իսկ կողքից ես նայում եմ, ասում եմ դա Ամերիկայի պատերազմն է։ Արել եք, շարունակեք։ Բա որ հաջորդն էլ եկավ ասեց այդ ճանապարհը իմ ճանապարհը չէ։ Իմ ճանապարհը լրիվ ուրիշ ճանապարհ է։ Այնպես որ մեր Խաչիկ Դաշտենցն է լավ ասել, չքնաղ մի գործ ունի, ռանշպարների կանչը։ Երբ որ ասում այ Անգլիայի թագուհին օրորոց է տվել, թե գնացեք ձեր հույսը օրորեք։ Իսկ ես ասում եմ ոչ մի բանի ուրիշի չեմ հավատում։ Մերոնք որ անցան են կողմը շարժում սկսելու եղեռնից հետո ասեց ծուխ կրակ կվառենք մասի վրա, ասում է ես իմ մասի ծխին կհավատամ։ Հիմա որն է Տեր Աստվածը, որը Սատանան։ Մենք Թումանյանի օրն ենք ընկել, մեջտեղ կանգնանք չենք իմանում ինչ անենք։ Չգիտենք ինչ անենք։ Չի կարելի կամ էլ Զանգեզուր ֆիլմի նման, հա, որ ասում են վերև գնամ մերոնց վրա պիտի կրակեմ, ներքև գնամ մերոնց վրա պիտի կրակեմ։ Այնպես որ մենք ուղղակի այդ քայքայման սինուսոիդյան ներքևի կետին ենք հասել, գուցե դեռ էլի մի քիչ էլ տեղ կա, բայց ես վստահ եմ, որ վերընթերցն է լինելու։ Այլապես է ժողովուրդը 7000 տարի չի ապրել, որ հենց նենց գնա եւ կորչի։ Աշխարհին էլ երևի ձեռք չպիտի տա, նույն Թուրքիին, նույն Ռուսին, ամենամեծ համար վտանգավորներն այսօր, հա։ Ամերիկացուն, ֆրանսիացուն, անգլիացուն պիտի որ ձեռք չտա։ Ուզում եք ուսումնասիրեք, տեսեք 8000 տարվա գեն ուրիշ ժողովուրդ կա, որ պահում է իր մեջ։ Ուրիշ ակունքային ժողովուրդ կա, մենք ձեզ համար փորձարկման դաշտ ուրիշ տեղերում պիտի լինենք միայն, այն որ քրիստոնեությունը մեզ վրա փորձարկվեց, հետո ընդունվեց։ 4-րդ սերնդի պատերազմը մեր աչքի առաջ, մեր երեխեքի վրա փորձարկվեց, մեր հայրենիքի վրա, մեր Արցախը դատարկելու վրա փորձարկվեց, հետո նոր տարան Ուկրաինայում արտահանեցին, հետո ուրիշ տեղերում են արտահանում արդեն, բայց հենց մենակ դրա համար մենք պարզապես մի հատ խնդիր ունենք, ասելու որ տեսեք մենք կանգնած ենք, կանք գոյություն ունենք, թե չունենք, ինչ ենք տալիս այսօր։ Աշխարհին տալու դեռևս ունակություն ունենք, ինչ որ բաներ, թե ուղակի մակաբույծի նման կպած ենք աշխարհի մարմնին եւ ուզում ենք հյութերը քամել։ Չէ, մենք տալու ընդունակություն ունենք աշխարհին։ Սա չգիտեմ, շախմատի խաղացողներից, որոնց վտարանդի սարքեցին, հա, Նիկոլ Փաշինյանի գալուց հետո մեր աստղը գնաց այստեղից Արոնյանը ինչպես վարվեցիք, տեսեք, այդ ամենաբաներն եմ ասում, որ ինքս չեմ հասկանում սպորտից, հա, բայց տեսնում եմ, որ աշխարհն ընդունում է այդ գանձերին, մենք Մխիթարյանի հետ ոնց վարվեցին,
Այդ չի գալիս իրենց այդ գավառական փքվածությունից, այն որ պիտուխի ակլորի կերպարանք առած այնց ուռել են, իրենց թվում է թե իրենք իրենցից բան են ներկայացնում, ոչ, եթե ինչ որ բան ներկայացնում եք, այդ Պուտինն է ներկայացնում իդեմս ձեզ այստեղ, բայց մի հատ ասեղի ծակոց եւ դուք լղկած փուչիկի կտոր եք դառնալու։ Մերս ինքնահավան, ոնց էր խորենացին ասում, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ աստծուց կոչված եկեղեցականները ինչով են զբաղված։ Եթե մի եկեղեցական կարող է կարգից դուրս գալ եւ չտալ ոչ միայն կաթողիկոսի անունը պատարակի ժամանակ, այլ նաեւ պետության ղեկավարների անունները, անկախ նրանից ինքը սիրում է թե չի սիրում դրանց, ատում է կամ չի ատում դրանց, համարում է դավաճան կամ հայրենասեր, ոչ մի նշանակություն չունի։ Մենք ունենք աստվածընծայս նվերը, մեզ պետականությունը երկնքից ընկել է ձեռքներս, մենք այն գեղցու նման չգիտենք ոնց վարվենք։ Ես մի անգամ պարոն Փաշինյանին այդ հավաքների ժամանակ ասել եմ, այդ արտախորհրդարանականի, որ մեր իշխանությունները դժբախտաբար մեր պետության հետ վարվում են այնպես, ինչպես Բոշեն յուղի հետ է վարվում։ Պետք չէ այդքան բոշա լինել։ Մի քիչ արիստոկրատիզմ պիտի ունենան, թե չունենան, շատ ողորմելի են, հոգևոր թզուկներ, ինչպես Հայկ Ասատրյանն էր ասում։ Այդ վերելքը, որ ասում եք ամեն դեպքում հավատում եք, որ կլինի, այդ վերելքի դեպքում չգիտեմ արդեն ես ինչպես ձևակերպեմ իմ հարցերը։ Ադրբեջանը մենք տեսնում ենք, չէ՞, ինչպես է վարվում։ Ադրբեջանի ռեժիմը ինչ հանձնարարություններ է իջեցնում իր այսպես կոչված գիտնականներին, այսինքն ինչ երկարաժամկետ ծրագիր ունեն մշակված ու ինչպես են պատրաստվում եւ ֆինանսական միջոցներ եւ մարդկային ռեսուրսներ ներդնել ու հետամուտ լինել իրենց այդ ծրագրերին, որքան էլ մենք դրանք ասենք հորինված, չգիտեմ, մտածածին, բայց մարդիկ աշխատում են։ Հիմա այդ վերելքի գոնե ունենալ, որ այդ վերելքի ժամանակ մենք կդիմադրենք այդ ծրագրերին, թե իսկապես Ալիևյան ռեժիմը, եթե ոչ իր օրոք, այլ իր հաջորդները այդպես հանգիստ մեքենաներով կգան եւ իրենց պատմական ճակերտներում հողերին տեր կկանգնեն, ինչպես Ալիևն է հայտարարել։ Եթե ամեն ինչ այսպես ընթանա, նույն արագությամբ, նույն ուղղությամբ եւ նույն ռիթմով, տեմպով, այո, մեքենաներով կգան, որովհետեւ մենք իրենց համար ավտոկայանատեղ ենք դարձրել մեր դպրոցը, իրենք կանգնելու տեղն ունեն։ 100-ամյա ծրագիր չենք մշակում, ինչպես մշակել էին նրանք։ Մենք մեր մեծրոպ Մաշտոցին պիտի փնտրենք QR կոդով, դասագրքերում։ Հասկանում եք, ափսոսների նախարարը կին է, ես ինձ թույլ չեմ տա որևէ վատ բան ասել։ Ես մենակ կարող եմ ասել Նիկոլ ամոթ քեզ, ամոթ։ Ինչ ուզում էիր անել, այսպիսի բաներ չպիտի թույլ տայիր։ Վաղ Մեսրոպ Մաշտոցին էլ պետք է հանել։ Ինչու՞, որտեղ Արևմտյան Հայաստանում է ծնվել, իսկ Արևմտյան Հայաստան ասել չի կարելի, Տարոնի հացեկած գյուղում, հա։ Հետո Նժդեի արձանը պիտի հանել, հետո Արամ Մանուկյանինը։ Հետո մեզ պիտի ասեն, որ մենք որբ ժողովուրդ ենք, ինչ տալիս են, շնորհակալ պիտի լինենք, այո, տվածի համար շնորհակալ պիտի լինենք, բայց մեր ուզածը մենք պիտի վերցնենք, մենք չենք տեսնում ես, որ աշխարհում ինչ է կատարվում։ Սննդային շղթա է, ով ում հասցնում ուտում է։ Ինչ բարոյականություն, ինչ բան, դա պիտի նկատածել լինեն նույնիսկ Թրամփի նախորդ գահակալության ժամանակ, երբ որ միշտ Չինաստանից են ինչ են ասում այդ դեմքը ծածկող այդ դիմակները, այո, դիմակները պիտի բերեին այդ լաթերից։ Ֆրանսիացիներն առել էին Չինաստանից, օթանավով պիտի թռչեր, իջացրին ամերիկացիք լցրեցին իրենց ինքնաթիռը, իրենք տղան ասում, չէ, մեզ համար, իրենք դաշնակիցներ էին, չէ։ Եվրոպայում, որ Եվրամիություն անձնագիր պետք չէ, բոլորը նույն դրամական միավորով, տեսակ այդ օրերին ոնց փակվեց։ Սահմանները փակվեցին, շատ երկրներ միմյանց, որովհետև ամեն մեկն իր մասին մտածում է, մենք ինչ ենք կապիկների նման հետույքները բացած ընկել մեդան, թե ինտերնացիոնալիզմ, համաշխարհային կարգեր, չենք տեսնում մեր աչքի առաջ համաշխարհային կարգը փլուզվում է։ Այդպես մի անգամ արեցին 20-ական թվականներին սրիկահայ բոլշևիկները, որոնք կարծում են, որ մեկը համաշխարհային հեղափոխություն է, իմ ու քո չկա, թուրք, հայ, վրացի, ռուս, ոչինչ չկա, բոլորս նույնն ենք, պրոլետարիատ, աշխատավոր ժողովուրդ, բայց իրենք իրենցը տարան, իրենց եղբայրների, ռուսների միջոցով թուրքերը տարան իրենցը։ Իսկ ինչու չենք անում մենք, ասում եք ամեն ինչ կործանվել, որտեղ, բայց սենց չի մնա, այդ բացարձակապես այսպես չի կարող մնալ։ Որովհետև
շուդրաների դեռ ավելի վատ, այդ հիմա Հնդկաստանի հետ են, չէ՞, ընդդեղից ենք ուզում զենք բերել, դրա համար դիտմամբ Հնդկաստանի օրինակն եմ բերում։ Մենք ունենք շուդրաների եւ անհպելիների դասի հնդկական մտածողություն արդեն այստեղ։ Դրա համար էլ մենք կրթական ծրագրեր չենք կարող մտածել, կարող ենք մենակ ասել, օй արտասահմանում էսպիսի բան են անում, եթե մենք էլ անենք, ուրեմն շատ զարգացած ենք։ Արտասահմանում տղամարդու հետ ամուսնանում եք, գնացեք դուք էլ ամուսնացեք։ Թե չեն գելեք տերտերներ երեխա ունեն, թե չունեն։ Ամուտ է էլի, չնայած ամուտ չի, եթե ամեն ինչ կարգին լիներ, կարելի էր նաև այդ ոլորտին անդրադառնալ։ Բայց կրկնեմ, ուզում եք մեր այս քաոսից դուրս գանք ինչ-որ չափով, հասարակական այս լարվածությունը չլինի, գիտեմ, որ չեն ուզում, որովհետև դիտմամբ են սրում այս լարվածությունը։ Բացեք KGB-ի արխիվները, շատ Կամ պահպանվել են այդ արխիվները։ Բնականաբար այդ KGB-ի տարածածնա, որ չեն պահպանվել, իհարկե պահպանված պիտի լինեն։ Եթե չեն պահպանվել, Սովետական Միությունը Միացյալ Նահանգներին պարտվեց, թող Նիկոլը մի հատ նամակ գրի Թրամփին, ասի, ես գիտեմ, պարտվող կողմը ամեն ինչ հանձնել է, առաջին հերթին քեզ փաստաթղթերը կամ բնօրինակը կամ քսերոքսը հանձնել է։ Տուր էլ ես ագենտուրայից ուզում եմ պրծնել, եթե իհարկե ուզում է պրծնել։ Եթե ինքն էլ իհարկե դրանց հովանավորը չէ եւ դրանցից չէ։ Ահագին խնդիրներ կլուծվեին, ժողովուրդն էլ ձայն չէր հանի, չէ։ 2.5-ի չէր բաժանվի։ Հիմա մեզ ոչ թե միասնություն, այլ հավաքական էատարերի այն ինչից գոյանում է հայությունը, հայությունը, ոչ թե հայ մարդիկ, ոչ թե հայերը, այլ հայությունը, էությունը մեր որն է, այդ էատարերը հավաքելու խնդիր ունենք մենք։ Եվ այդ խնդիրը թողած ամենալկտի հայհոյանքներն ենք տալիս ամենալկտի ձևով ազգային ժողովի ամբիոնից։ Այնքան էլ տարված են, վախենում են, այսինքն խոսակցություններից են վախենում։ Այն մեկը կար է, որ ասում էր բռնեք թքեն վրեն։ Պետություն հիմա Նիկոլն է իշխանություն ունի, կարող է բռնել տալ բոլորին ու ասի թքեմ են վրեն, այդ չեղա որ ինքը ուժեղ տղա է։ Դրան հարց են տալիս ինչ-որ Միքայել Աջապահյան, թե Միքայել Մինասյան, չգիտեմ, ինքը Միքայել Հայրապետյանի մասին է խոսում։ Այդ ինչքան վառված եք, այդ ինչքան անլիարժեքության կոմպլեքսի մեջ եք, գնացեք բուժվեք։ Այդ տղամարդ լամի շլնելով չէ ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած, որ հետո հենց ղզիկավարի վախենում եք, կոճակը սեղմում եք, այնտեղից բերետավորները թափում են։ Այդ նույն բերետավորները վաղ ձեզ վրա են թափել, որտեղ ուրիշն է լինելու կոճակը սեղմողը։ Դրա համար պետք է այդ գաղափարը մեր միջից դուրս գա, որ չլինեն այդտեղ մարդիկ, որոնք իրեն ժողովրդի դեմ կոճակ կսեղմեն։ Դրածոներ չլինեն, իսկ այսօրվա մեր իշխանությունը եւ այսօրվա մեր անդիմությունը մեկը մեկին արժանի, երկուսն էլ դրսի դրածոներ են, Ռուսաստանի դրածոներ են, բայց հիմա քանի որ ընդունում հանձնում է կատարվում, աստիճանաբար նաեւ դվայնոյ ագենտներ են դառնում։ Այսքան բան։ Շնորհակալ։ Ձեզ շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։ Thank you.